Ոնց եք կարծում, ճիշտ չի, որ փոքր բիզնեսը ազատվի հարկերից, որ հնարություն ստանա մեծանա։ Փոքր բիզնեսի հարկային բեռը 5%-ից այս տարի դարձավ 10%։ Եվ սա այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը կառավարության 2021-ից 2026 թվականների ծրագիրն ընդունեց ու խոստացավ փոքր բիզնեսի համար ստեղծել լավ պայմաններ։ Փաշինյանական կառավարության այս խոստումը մի շարք այլ խոստումների պես մնաց օդում։ Ունեցանք հերթական սուտը գետնի վրա։ Այն բոլոր տնտեսությունները, գյուղացիական տնտեսությունները, որոնք բացի իրենց կարիքները հոգալուց, նաև բարենային անվտանգության խնդիր են լուծում, պետությունը հատուկ ոչ միայն պետք է ազատի եւ ազատված են իրենք հարկերից, այլ նաև արտոնություններ տրամադրի, աջակցի, սերմնացուով, մնացած պարարտանյութով եւ այլն, որպեսզի բարենային անվտանգությունը հնարավորինս առավելագույն չափով տեղում լուծվի եւ կարգավորվի։ Հարկային բեռի կրկնապատկումը կործանում է փոքր բիզնեսը, տնտեսվարողներին դարձնելով անմրցունակ։ Ի պատասխան այս ճգնաժամի, մեր ձևով ժողովրդական շարժումն առաջարկում է փոքր բիզնեսին տալ շնչելու հնարավորություն, սահմանելով 0% շրջանառության հարկ։ Փոքր բիզնեսով զբաղվողներին արտագաղթից զերծ պահող 0% շրջանառության հարկն այսպիսով կդառնա իրական այլընտրանք տնտեսության զարգացման համար։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։